Ողջույն հայկական ֆուտբոլի սիրահարներին, Fast Sport-ի եթերում մեկնարկում է Հայաստանի սուպեր գավաթի Նոա Արարատ Արմենիա հանդիպումը։ Այժմ հատուկ նվեր ստանալու է Արարատ Արմենիայի ավագը, նրա պատվին որպես ավագ պաստառ եւ 500-րդ խաղը նա անցկացնում է Արարատ Արմենիայի կազմում, իսկապես պատկառելի նվաճում է ամբողջ գոյության ընթացքում այս ակումբի այդ ֆուտբոլիստը Արարատ Արմենիա։ Շատ բան է կախված, եթե լավ մարզավիճակում է, ապա միանգամից իր թիմը առավելությամբ կարող է խաղալ, ինչպես հիմա կարող էր Կեյրուշ։ Հիանալի է պտտվում այստեղ։ Զիդանը ինչպիսի անցում է, հարվածել է կատարում, բայց հարված այդքան լավը չէր, որքան անցումը։ Ամեն դեպքում ցույց է տալիս Զիդանը, որ բավականին լուրջ է։ Խնդիրներ էր առաջացրել մրցաշրջանի առաջին կեսում։ Հիմա հակագրոհի անցել Արարատ Արմենիան, նորից Զիդանն է գնդակով, նորից հարվածում է եւ խոցում դարպասը արտակարգ հարվածով։ Զիզուն խփում է իր առաջին գոլը եւ տեսեք ինչպես է հիացած Էդգար Գրիգորյանը իր նոր թիմակցի սուպեր հարվածով։ Պարզապես կրակոց էր վերին անկյունը, Սերոփյանն էլ նույն ժեստն է ցույց տալիս, ես էլ նույն ժեստն եմ ցույց տալիս։ Ինչ արեց այստեղ Զիդանը։ Իր լեգենդար անվանակցի ոճով հարված կատարեց, պարզապես հրաշք գոլ է խփում Զիդանը։ Հետեքի կրկին, կենտրոն է ուղարկում Մանվելյան, հարվածը դարպասապահը կարողանում է հետ մղել և անկյունային։ Մասնակցությունն է նրանց սուպեր գավաթում։ Սանգարե, շատ լավ փոխանցում էր Կոստակյոյը և նայել է վրիպում, որովհետև Պինտուն կրկին սեյվ է կատարում։ Ընդամենը 2-3 րոպեի ընթացքում Նոան 2 ակնհայտ գոլային պահ է ստեղծում և Նոան Մանվելյան հարվածում է հեռվից, նորից Պինտուն իր առջև է հետ մղում գնդակը և նորից եզրափակող չկա, ավելացնող չկա։ Սայնտինի, որքան գոլային պահեր ստեղծեց Նոան ընդամենը 5-10 րոպեների ընթացքում, Հելդեր, Համբարձումյան, փափուկ փոխանցում, բայց այստեղ թիմակից չկար։ Սուալեհն է հասցնում առաջանալ, Հելդերի ուղղությամբ փոխանցում անցավ, ընկնում է Հելդերը և 11 մետրանոց։ 11 Հելդեր, Ֆերեյրա, 1-1, Նոան հավասարեցնում է հաշիվը։ Ինչ է պատահել այստեղ։ Այ քեզ բան։ Հարձակման եռյակը կազմում են Զիդան Բանջակին, Ալյուն Նդուրը կենտրոնում, իսկ աչից Արթուր Սերոփյանը հեռվից հարված, որը շեղ է ստացվում։ Սանգարե, իսկ Հելդերի ուղղությամբ մի փոքր ուժեղ էր փոխանցումը, ինչ է անում Հելդերը, փայլուն փոխանցում, փայլուն հարված կատարեց Համբարձումյանը և Պինտուն գնդակը հանում է անկյունային։ Կամո Հովհաննիսյան և ուժեղ փոխանցում առաջ դեպի Զիդանը հասնում է գնդակը։ Դադար է վերցնում, հարված է փնտրում, կատարում է հարվածը, բայց այս անգամ տեղում է Պլոշադնին։ Նորից կորցնում են սեփական տուգանային ներողություն, սեփական կիսադաշտում, բայց հակագրոհի տարբերակ է ստեղծվում։ Ալվին Թերա ձախ է ուղարկում, Զիդան տանում է ձախ, Զիդանը հարվածում մոտակա անկյունը և Պլոշադնի Սերոփյանն է իրացնելու անկյունայինը։ Երկար է նախապատրաստում, փոխանցումը մոտակա դարպասաձողի ուղղությամբ, Արասի աջ ոտքով է փոխանցում Գրիգորյանը, վտանգավոր է հարված, բարձր էր։ Լավ շանս ուներ Նդուրը, բայց չօգտվեց։ Մետրանոց, հարվածաշար։ Մանվելյան, նրա փոխանցումը և Պինտուն այստեղ էլ է հասնում գնդակի հետևից, Հելդեր ևս մեկ անկյունային է վաստակում Նոան, ինչ պաշարում է։ Սուալեհի ուղղությամբ է խաղում Սայնտինին, վերջին գրոհներից մեկը ոչ, չի լինի այդ գրոհը, մրցավարը ազդարարում է հիմնական ժամանակի ավարտը և մենք տեսնելու ենք 11 մետրանոց հարվածաշար Պինտուի պորտուգալական փոքրիկ դերբի, Հելդեր և անկյունն է խոցում
Հելդեր Ֆերեյրան։ Աչ պաշտպան Ռմբարկուն, Հարատ Արմենիայի։ Ուշադրություն։ Օլիվեյրան ընդդեմ Պլոշադնու։ Օլիվեյրա այնպես է արվածում, որ նույնիսկ ձգվում հասնում է գնդակին։ Պլոշադ երկուսն է ընդամենը փրկել։ Մանվելյան արվածում է անկյունը շատ վստահ։ Պոլ Այոնգոն արված է իրացնում Հարատ Արմենիայի կազմում։ Այոնգո հարված, կենտրոնով հարվածեց Այոնգոն, մետրանոցից սև չկա, Յակոլիշ, հարված, շատ լավներ հարված է, երկար թափավազք է հավաքում, բայց դժվար թե ուժեղ հարվածի, սովորաբար տեխնիկայի վրա է նա շեշտադրում դնում, Էլոյան և գնդակը չանցավ, Պլոշադնի սեյվից հետո, որովհետև այլ ընտրանք չկա Հարատ Արմենիայի համար, Մուլա Հուսեյնովիչ կրակում է ուղիղ անկյունը։ Շպտում է Պլոշադնին, նրա կարծիքով ճիշտ տեղում չէր գնդակը միգուցե, տեսնենք։ Շաղոյանի հարվածը, Ժիրայր Շաղոյան, բարձր է հարվածում Ժիրայր Շաղոյանը, Ռոբերտո Բաջո է անում այս կարևոր պահին և Նոան Հայաստանի սուպեր գավաթակիրն է, Ալեքսեյ Պլոշադնին հերոսանում է 4-2 հաշվով 11 մետրանոցներում հաղթում է Նոան։